Գիտեք նաև ինչ եմ ուզում հիշեցնել ձեզ, տեսեք, ինքը երբ 2018 թվականին ինքը ընտրվեց, սկսեց քայլել։ Եկեք հիշենք, ով էր, այսպես ասած, ну, ասենք թալիսմանը կամ գլխավոր տեղում ով էր երևում, հիշում եք Չալոյին, Շունը։ 2018 թվականը շան տարին էր, հարգելիներս, եւ իրենք հենց շանը, հենց այդ սիմվոլը շանը ընտրել էին որպես իրենց ոնց որ հաջողությունը կամ թալիսման, այդպես մի բան, հա, գլխավոր ինքը դերակատարներից էր, եթե ոչ գլխավորը։ Իրենց առաջնորդում էր, իրենք ակցենտը դնում էին Չալոյի վրա, այստեղ շատ նուրբ աշխատանք էր տարված, որովհետև շատ բան է փոխվում մարդկանց մեջ, բարիություն կամ հոգատարություն, սեր եւ այլն, հա, այսպիսի զգացողություններ են առաջ գալիս, առաջ բերում մարդկանց մոտ։ Ամեն ինչ աշխատված է, ոնց որ ասենք Աբաջյանի պապիկի փոխարեն ուրիշին բերեցին եւ ինքը ինչ որ բաներ էր խոսում, չէ, խափեցին, ոտի վրա բոլորին խափեցին։ Եթե խափում են, դա նշանակում է այդ մարդիկ սատանայից են, խափելու են ամեն ինչ։ Եվ ընդհանրապես երկրի ղեկավարը ինքը հենց խափելու համար է։ Ես 20 թվականին դրան անդրադարձել եմ եւ բոլոր ղեկավարները խափում են, որպեսզի իրենք գան իշխանության կամ ընդհանրապես իրենք բոլորը խափում են։ Ժողովուրդը դա պիտի իմանա։ Հիմա տեսեք, ես ձեզ մի բան եմ ուզում ցույց տալ։ Ուրեմն հիմա դուք ես 20 թվականին եւս ցույց եմ տվել, անդրադարձել։ Հիմա ուշադիր նայեք իմ ձեռքի շարժմանը։ Ինչ թիվ եմ ես գրում։ Տեսեք, իմ ձեռքի շարժումից դուք հասկացաք, որ ես գրեցի 6 թիվը, չէ՞։ Ահա, 6 թիվը, voilà։ 6 թիվը։ Ես թուղթը, լավ, 6 թիվը, հիմա ես ձեզ ցույց եմ տալիս այդ 6 թիվը, ինչ թիվ աստեղ, ես ոչ մի բան ֆոկուս չեմ արել, չէ, դուք ինչ եք տեսնում, 9 թիվ, չէ, ահա, ես նայում եմ 6 թիվը, դուք տեսնում եք 9 թիվը, այստեղ ոչ մի ֆոկուս մոկուս չկար, ուրեմն ոչ մի բան չկար, սա նա է, որ ղեկավարը ինքը գրում է լրիվ ուրիշ օրենք, 6, ну 6-ը պայմանական ասենք, հա, իր օրենքները անվանենք 6, ինքը գրում է այդ օրենքները, բայց այն ինչ որ ձեզ հրամցնում է, ինքը հրամցնում է ուրիշ բան, ինքը ձեզ խափում է։ Այսինքն, երբ որ դու այս բանաձևը գիտես, կամ բանալին գիտես, արդեն պարզ է, երբ ինքը ասում է, որ սա ենք անելու, դուք հասկացեք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դարձավ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Ես կանեմ սա, ինքը կատարվում է լրիվ հակառակ, այսինքն ինչ որ ձեզ ասում է, ուրեմն դուք հասկացեք, որ լինելու է հակառակը։ Եթե ասում է բերում եմ խաղաղություն, ուրեմն իմացեք, որ լինելու են ոչ լավ իրադարձություններ։ Որտեւ այսօր ամբողջ աշխարհը զինվում է, որ գոնե ինքը ապահովված գաս, ասում ես պետք չի։ Եկեք մենք թմբուկներով խփենք, ուրախանանք։ Նա ասում է գնում եմ Չինարեն եմ սովորում, ասում է թմբուկներ եմ, ինչքան գիժ կա, լցվել է մեր գլխին։ Իհարկե նա Չինաստանում չի լեզու սովորում, այլ բուժվում է, ես դրա մասին ասեցի, որ ասեցի Չինաստանի վիճակը կվատանա, ես դա ձեզ կատակ չի անում, դուք համոզվեցիք, որ Սինցենբինի վիճակը լարվածություն կա եւ իհարկե ինֆորմացիան, գաղտնի ինֆորմացիան հայտնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ դավաճանները եւ դա բացահայտվել է եւ դա խիստ պատժվել են այդ մարդիկ, այդ գեներալը, կարծեմ էլի որոշ մարդիկ եւս եղել են, միայն գեներալի չի եղել, իհարկե մեզ շատ ինֆորմացիա չեն ասում։ Սա եւս ուղղակի ես դες հիշեցրեցի, ինչ որ մի քիչ առաջ ասացի, այնպես որ միշտ սա իմացեք, եթե երկրի ղեկավարը ասում է ձեզ մի բան, որ մենք անելու է հակառակը։ Սա ձեզ որպես բանաձև, ինչ որ ասեցին լինելու է դա, սա այս մոլորակի ընդունված ձևն է, այս մոլորակում այդ հարցեր են, դուք ոչ թե պիտի վստահեք, նավ գալիս է երկրի ղեկավարը, ես ես կանեմ, այլ պիտի լինի մի օրգան, ես էլի եմ ասել, որը կվերահսկի, ու կասի գիտես դու խոստացել ես սա, չես արել, դու պիտի ազատվես պաշտոնից, այսինքն այնպիսի մի մարմին, որը վերահսկում է նախագահին կամ վարչապետին, նախագահել ասեց հիշեցի, նախագահան պարզապես ձերակերի մեկն է, իր համար գնում է եւ մեր փողերը տրվում են դրանց եւ թանկություններ, ահավոր թանկություններ, ինչ բերեց մեզ Փաշինյանը, ով որ գնա իրան ընտրի, ես չգիտեմ, ինչ աշճանի սրի կապտի լինի, որովհետեւ ինչ բերեց, հա, ինքը մեզ թանկացումներ, մահեր, պատերազմ, հաշմանդամներ, տարածքների հանձնում ինչ ասեմ, եւ մթերքն է թանկացել, եւ շատ, գիտեք, շատ ծառայություններ։ Ես ինքս ասենք բախվել եմ, եկել, վաու, հարկեր, վարկեր, լրիվ բարձրացել, խայտարակ վիճակը, խայտարակ վիճակ։ Իսկ եթե ասում են բաների համար,
մեծահասակներին, թոշակառուներին, ուրեմն բուժօգնությունը, այսպես այնպես ինչ որ sense բահեքիաթներ են պատմում։ Ես ասեմ, որ շատ դեղեր, որոնք արդեն ժամկետն անցնում է, իրենք այդ թափելու փոխարեն կտան թոշակառուներին են տալիս, ասում են դե գնացեք ուրախացեք, տեսեք ձեզ ինչքան դեղեր ենք տալիս ու մի քանի ստուտի բաներ կանեն։ Եվ այդպես, բայց էլի փողերը կպոկեն, հենց որ չկարծեք սիրելի թոշակառուներ, որ ինքը ձեզ համար լավ է արել, պարզապես ժամկետ անց դեղերը չթափելու համար կտա ձեզ։ Այս է կատարվում, այնպես որ հասկացեք ինչ է կատարվելու, ինչ աղետ է ձեր գլխին գալիս, եթե ինքը մնաց, ուրեմն մենք Հայաստան չունենք։ 2026 թվականին ընտրվեց հպարտը, ես արդեն պետք է մտածեմ Հայաստանում մնալու ճիշտ աշխարհն է խառնվել արդեն, ինչ որ միտեղ գնալը շատ վտանգավոր է, բայց բոլոր դեպքերում ես որոշակի թեմաների շուրջ արդեն ես պիտի մտածեմ։ Այս է հարցը։ Այստեղից գնալու կամ չգիտեմ, որևիցե բան, որտեղ եթե ինքը մնաց, ես արդեն չեմ ուզում Թուրքիայում ապրել։ Եվ այն ինչ որ կլինի, ես 27 թվականի մասին ասել եմ, իսկ 2026 թվականին որ սկսվել է արդեն քաոսի գնալով դժվար բաներ են, իրադարձություններ են եղել, ես սրա մասին ասել եմ 2020 թվականից։ Երբ բոլորը խոսում էին 20, 21, 22, խոսում էին վերլուծներից եւ այլն եւ այլն։ Աստրոլոգիան, իրական պրոֆեսիոնալ աստրոլոգիան կարող է ճիշտ վերլուծել իրավիճակը, որովհետև այն ինչ որ ասել եմ, դա կատարվել է։ Տեսեք, քաղաքական գործիչներն ասում էին, որ 2022 թվականին երբ ասացի, որ պատերազմը կսկսվի փետրվարին, ես ասացի, որ երկար է տևելու։ Մինչդեռ մի շարք քաղաքական գործիչներ ասում էին ամիսներ է տևելու, չէ՞։ Հիմա հասկացաք, որ աստրոլոգիան շատ ավելի ճշգրիտ, որքան է դու լավ քաղաքական գործիչ լինես, միևնույն է մոլորակների դասավորությունը դու դրանից առավել չես կարող անել, եթե իրանք ասեն, որ սա այսպես է լինելու, ուրեմն լինելու է այսպես ու վերջ։ Հրեղենձին գալիս է, բերում է իր օրենքները, իր կարգերն է հաստատում եւ նոր կարգ է, տեսակ Տրամպի գործունեությունը հենց դրանով է պարզվում, ինքը բերում է նոր մտածողություն, օրենքները արհամարում ասում է, այսպես պետք է ուժեղն է հաղթում։ Դա շատ վտանգավոր է, որ եկես մյուսը երբ որ թուրքեր մտնեն կոտորեն, ասեն մենք ուժեղ ենք, արեցին, մենք այտենց ենք ուզում, մենք վերցնում ենք սա։ Հասկանում եք, Ադրբեջանը արդեն սա նայում է որպես արևմտյան Ադրբեջան եւ իր օրենքները աշճանաբար նախապատրաստում է։ Այնպես որ ինքն էլ կարող է ասել, մենք ուժեղ ենք, մենք ստանում ենք, ինչ օրենքներ չկա, օրինակ ենք վերցնում Տրամպից, մի խոսքով շատ խառն է լինելու, շատ դժվար է լինելու եւ ուզեմ ասել, որ Ամերիկայի համար դժվար է լինելու, Եվրոպայի համար, Եվրոպան, որը նոր ֆինանսական ինչ-որ բանկ է բացում, հատուկ, դե գիտեք, բոլոր բանկերը գտնվում են ջհուդների ձեռքում, բոլոր այլասեռությունները, ցեղասպանությունները, վիրուսները, այդ ամեն ինչ ստեղծողները ջհուդներն են։ Գնացեք, խորացեք ու տեսնեք, որ այդ ուսմունքը, այդ ամեն ինչը նախաձեռնությունը, ամեն ինչը գալիս է ջհուդներից։ Սատանան ինքը արդեն ձեռները ծալում, հանգիստ նստում է, որտեղ ասում է, ցեղը բան չի համար եմ ստեղծել, ինչ եմ իրան սենց պահում, որպեսզի իրանք այս ամեն ինչ անեն։ Եվ ջհուդեն ասկնա, որ ոնց որ ասենք պատերազմը հրահրեց, հա, իբր թե այնտեղից հարձակվում են, բայց դա շատ լավ Մոսադի նման հետախուզական իրանք կենտրոն ունեն, որ այսպիսի գործեր անում, հանկարծ Մոսադը չիմացավ, որ իրանք պետք է գան, ծիծաղելի է նույնիսկ, բայց պարզապես Սատանյահուին պետք էր անել այնպես, որ իրենք են հարձակվում եւ ոչ թե ինքն է հարձակվում, այլ միջազգային այդպես փառատոն կազմակերպեց, որպեսզի այլ պետություններից լինեն ներկայացուցիչներ ու այդ մարդիկ գան հենց իրանց բռնեն, իրանց սպանեն, իրանք հենց աչքերով տեսնեն այդ իրավիճակը, որ հետո ասեն դե Սատանյահուն ուրիշ ելք չուներ, ինքը պիտի հարձակվեր, որտեղ իր վրա են եկել հարձակվել, գերի են վերցրել մարդկանց, ինքը պիտի հարձակվեր։ Այ կարողանում է ջհուդը, թեկուզ ասում է ոչինչ, 1000 հոգի կմեռնի ջհուդ, հետո ինչ, կարևոր չի թե քանի հատ մեռնում, ինքը կսարքի այդ ժողովրդի գլխին, այսինքն կան որոշ ջհուդներ, որոնք զոհ են գնում ուղակի, որտեղ ինքը չի ափսոսա իր ժողովրդին, կարող է զինվորին ափսոսա այդ մի զինվորին հետ, որտեղ զինվորը իր համար կռվելու է, ինքը շատ լավ հասկանում է, բայց սովորական ժողովուրդը, այնտեղ քաղաքի երեխա իր համար այդքան հետաքրքիր չլինի, եւ ինքը կզոհի, որպեսզի ինքը ավելի շատ ավելի մեծ խնդիր է ինքը դրանով լուծում։ Եվ Ռուսաստանը այդպես չարեց, Ռուսաստանը կարող էր եւս խորամանկորեն այդպիսի քայլաներ, բայց այդպես չարեց, եւ այսօր որ ուկրաինացիները բողոքում են, ժողովուրդը մենք մրսել ենք, մենք այսպես ցուրտ է եւ այլն, մենք նախ դրա միջով անցել ենք, սա մեկ եւ երկրորդը պետք է ուկրաինացի ժողովուրդը շնորհակալ լինի Աստծուն, որ
որ համակենտրոնացման ճամբարներում չեն, որովհետև հիշենք, թե Հիտլերը ինչ էր անում համակենտրոնացման ճամբարներում, մարդկանց ճարպից օճառներ էին պատրաստում, մարդկանց կաշվից սումկաներ էին պատրաստվում, մնացած բաները սահմարկեցուցի չթվարկեմ, որը քննարկվեց Նյուրնբերգյան դատավարության ժամանակ այդ ամեն ինչի ցույց փաստերը ներկայացվեց։ Այսինքն ուկրաինացիները պետք է շնորհակալ լինեն, որ այ դրան չեն արժանանում, եւ կարար ուղղակի Ռուսաստանը համակենտրոնացման ճամբարներ բացեր ու ժողովրդի այդ վիճակին ընկներ, ինքը ժողովրդին ձեռք չի տալիս։ Այստեղ ուրիշ հարցեր են։ Ունես որ պետք է շնորհակալ լինեն ռուսներին, որ այդ ձևով իրանց հետ չեն վարվում։ Իսկ արդեն պատերազմը սա արդեն ուրիշ թեմա է, ես դրան չեմ ուզում անդրադառնամ։ Սա ուղղակի այդպես խոսքի մեջ, որտեղ ինչքան խոսում ես, ինքը բերում է թեմաները, ինչևէ երևի թե այսքանով ավարտենք, Ամերիկայի համար լինելու է դժվար, Եվրոպայի համար, եթե Եվրոպան ասացի այդ բանկը բացում է եւ ուզում է պատրաստվում է, որ ինքը իրենք հյուծում են Ռուսաստանին, 4 տարի պահեցին այդպես պատերազմական վիճակի մեջ, որպեսզի հետո արդեն նոր թարմ ուժերով իրենք հարձակվեն, բայց եթե Եվրոպան փորձի նման բան անել, իհարկե եթե դա լինի մինչև ապրիլ ամիսը որոշակի դժվարություններ կլինեն եւ իմ ասած ժամկետը տեսնում եք այստեղ թանձրանում են գույները շատ թանձրանում են լարվածությունը մեծանում է որտեվ մոտենում է իմ նշած ժամանակահատվածը ես ասել եմ որ փետրվար-մարտ ինքը մասնավորապես փետրվարի կեսերից ինքը լինելու է բավականին ծանր լարված ժամանակահատված եւ այստեղ Եթե հանկարծ Եվրոպան այդ ուղղությամբ կգնա, այստեղ Ամերիկա-Իրան հարաբերությունները կլինեն, Եվրոպան դեռևս կպատրաստվի, երբ որ ասենք Ռուսաստանը մտնի, հետո կհարձակվեն եւ այլն, այս ամեն ինչը քաոսային է լինելու, ամեն ինչ խառնվելու է իրար եւ ուղղակի հրեղենձին հանգիստ չի թողնելու, տակնու վրա է անելու ամեն ինչ։ Այսպիսի բան եւ ուզում նշել, որ Եվրոպայի համար շատ վատ է լինելու եւ եթե ինքը հանկարծ ներքաշվեց պատերազմի մեջ, եթե դա լինի ապրիլից հետո, տուժվելու է Եվրոպան, անպայման տուժվելու է Եվրոպան։ Ռուսաստանի համար դժվար է մինչև ապրիլ ամիսը, ապրիլից հետո արդեն իր համար դժվար չի լինելու եւ ճիշտ կլինի, եթե Ռուսաստանը մինչև ապրիլ ձգի, ապրիլից հետո նոր եթե արդեն գործողություններ լինեն, ուրեմն իմացեք, որ Եվրոպան տուժելու է։ Եվրոպայի համար վատ է լինելու, ես դա ասել եմ 2024 թվականին վերջին օր եմ ասում, տեսնում եմ ինչա կատարում, նոր ասում եմ, այնպես որ նաև Հայաստանի համար լինելու է ճակատագրական, սա արդեն մենք պարզեցինք եւ քանի որ ուրեմն Փաշինյանը եւ Ձիու տարին, որ մենք ձի ենք, մեր պետությունը ձիու տարում է ծնվել, մենք ոչ թե ձի ենք, այլ ինքնաբերաբար մտնում ենք այդ էներգիայի տակ եւ դա մեզ վերաբերում է բոլորիս, ինքը մեզ մարդկանց, եթե ընտրվեց, բերում է դժբախտություն։ Եթե 2020 թվականին բերեց պատերազմ, հիմա նմանատիպ վատ իրադարձություններ կլինեն։ Սա ձեզ ի գիտություն։ Մենք ամանորը նշում են, ուրեմն ամեն մի փետրվարի արևի լավ խավարման ժամանակ եւ մտնում են լավ էներգիայի տակ։ Ես ինչ եմ ուզում ասել, նորից պարզապես, որ մեր քարտեզը կազմել են ուրեմն շատ վատ, որ մենք մտել ենք վատ էներգիայի տակ եւ այն ինչ որ կատարվում է մեզ հետ, ես բազմից եմ խոսացել մեր քարտեզի մասին, մենք ահա հայտնվում ենք այդ վիճակում։ Այ հիմա դուք կասեք, որ ակլորը տեսեք ԼՏՊ-ն ծնվել է ակլորի տարին, իսկ ակլորի տարին մեր երկրի համար վատ է, դա համար ինքը բերեց այդ խավարը, մթությունը, ցուրտը եւ մեր երկրի դրեց ընդհանրապես դրեց դեպի անդունդը գնացող ռելսերի վրա։ Սա իմ խոսքն է։ Սա իմ խոսքն է, որ ես ասել եմ եւ որը այդպես կատարվում է։ Հիմա տեսեք, Սերժը Քոչարյանը ծնվել են 54 թվականին, իսկ 54 թվականը դա ձիու տարի է։ Տեսեք, հիմա դուք ասեք, որ բայց ինչպես է որ իրենք ձիու տարի են, ասենք ԼՏՊ եւ Սերժ։ Այստեղ բնականաբար իրենք չեն կարող եւ վերևներում չեն կարող, գիտեք, լավ հարաբերություններ լինեն, որտեղ նրա վրա կոմպրոմատ սարքում են, մյուսի վրա վերևներում այդպես է, ոչ մեկի չի կարող ոչինչ վստահել։ Պարզապես իրենց նպատակը ընդհանուրն է եղել։ Իրանք եղել են երկրի ղեկավար, այսինքն երկրի ղեկավար լինելն է իրանց համախմբել, թե չէ իրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն։
այդ առումով, հա, տարվա առումով իրանք շատ հարցերում ասենք համաձայն չեն լինում, բայց քանի որ իրանք եղել են ղեկավար, թեմա կա, որ ասենք թեկուզ հենց հոկտեմբերի 27-ը, որը իրենց միացնում է։ Այնպես որ Քոչարյանը եւ Սերժը 54 թիվ իրենք ձի ու տարեն եւ իրենց համար եւս հրեղեն ձի է ստացվում է եւ Փաշինյանը, որը իր համար բացական էներգիան է կուտակվում, եւ Սերժը եւ Քոչարյանը եւ ԼՏՊ-ն շատ հետաքրքիր է իր համար էլ է դժվար տարի ԼՏՊ-ի համար, այս բոլորի համար ստացվում է դժվար եւ ճակատագրական տարի, շատ հետաքրքիր մի բան։ Իսկ Վահագն Խաչատուրյանը իրեն կարելի է նույնիսկ չանդրադառնալ, ինքը ծնվել է խոզի տարում։ Խոսել Վահագն Խաչատուրյանի մասին, դեռ ինչ-որ մարդ չկա, անձնավորություն չկա, էներգիա չկա, անիմաստ է խոսել իր մասին։ Այնտեղ մարդ չկա, ես չեմ տեսնում ինչ-որ մարդու, որ ուրեմն իրեն կարելի է անդրադառնալ եւ խոսել, հա։ Հետևորդներ, կարծում եմ բավականին հետաքրքիր էր եւ ձեր դիտումների քանակով էլ պայմանավորված, եթե հետաքրքիր է, հավանումներով եւ այլն, եթե ուրեմն շատ կլինեն դիտումները, ես կշարունակեմ եւ արդեն կենթանակետի նշանների համար կներկայացնեմ, թե ում համար ինչպես է լինելու, ոնց է լինելու եւ այլն ավելի մանրամասն կներկայացնեմ եւ շատ հետաքրքիր է լինելու, որտեղ ես արդեն մեծ հաշվով պատրաստված եմ դա, ուսումնասիրությունները արված են, պարզապես այսօր այլևս ի վիճակի չեմ ես նորից մի հաղորդում եւս պատրաստել, ուստի առավել եւս եթե ձեզ հետաքրքիր չի։ Այնպես որ եթե հետաքրքիր է, այդ ամենը կապավի, ես կանդրադառնամ, եթե ոչ, ուրեմն չեմ անդրադառնա։ Այսքանը լավ եղեք, ես ինչ կարող եմ ձեզ մաղթել խաղաղություն լինի, բայց ոչ Փաշինյանի խաղաղության մասին է խոսքը, որը շատ վտանգավոր է, այլ իրական խաղաղություն եմ ձեզ մաղթում եւ արևաշատ, սիրաշատ, ավելի շուտ արևառատ, սիրառատ օր եմ մաղթում ձեզ բոլորիս։ Այսքան լավ եղեք առայժմ։